Տիկին Էլֆիդա, ձեր կյանքում երկրորդ շնչառություն վերցնելու եւ նկարել սկսելու պատճառը ցավոք անձնական դժբախտություններ։ Կուզեք պատմել այդ մասին, ինչպես սկսվեց ամեն ինչ։ Ես պատմել, որպեսզի շատ կանայք կան իմ ճակատագրով, կուզենամ, որ նրանք ամեն ինչ կորցրած չհամարեն, թեկուզ իրանց կենդանի մնացած երեխաների համար, որտեղ դա կարող է ճակատագրական մեծ հարված լինի ամբողջ ընտանիքի անդամների համար։ Ուրեմն 2004 թվականին պատահական հանկարծակի տղաս ինֆարկտից մահացավ նաև ամուսինս։ Իհարկե չեմ ուզում նկարագրել, թե ես ինչ տարա, աչքերս կուրացան ժամանակավոր, ինսուլտ տարա, ես տեսա դառնում եմ բեռ ընտանիքիս անդամների վրա։ Ու մի օր իմ ընկերներից մեկը հայտնի նկարիչ էր, Թախճանյան Գևորգը։ Տղայից նկարը տարա, որ նկարել տամ, ասաց, թե ես կնկարեմ, բայց մահացածի նկար չեմ նկարի։ Որ շատ խնդրեցի, նկարեց, մի շաբաթ հետո զանգվեց, ասաց Էլֆրիդա նկարը նայի մի հատ։ Ես մտա այնքան կենդանի էր նկարել այդ նկարը, որ սայթակեցի ներկերի մեջ, ոնց որ կենդանի նստածել էր անկյունում։ Ասեց, կարող ես այս նկարը քննադատել։ Ասեցի, հա Գևորգ, աչքերի արտահայտությունն ու բերանը իրար չեն։ Ասեց Էլֆրիդա, դու կնկարես ուրեմն։ Դու եթե կարողանում ես դիմագծերից հասկանալ, արի ես կսովորացնեմ նկարել։ Վարձով, դու պետք է վարձատրես ինձ։ Նո ես հասկացա այն, երբ որ վարձատրես, շատ ժամանակ ստիպված ես լինում։ Իմ մեջ էլ քանի որ ես 35 տարի, 40 տարի մանկավարժ եմ աշխատել, իմ մեջ պատասխանատվության շատ մեծ զգացում կա։ Ես չեմ կարող հենց այնպես ապրել չեմ կարող։ Միասին գնացինք այդ բոլոր պարագաները առանք ներկերի։ Եկանք տուն, ասեց, թե այդ աթոռը դիր այդ բանի առաջ, նկարչության այդ փայտի առաջ, դու 8 ժամ չես վեկենալու դրա վրայից։ Ոնց ասեց, աչքերս ցավում են, լավ չէ։ Չգիտեմ, ասեց, տենց է իմ պայմանը։ 4 ամիս իրոք այդ մարդ ինձ տանջեց։ Մի օր հուսահատվությունից աչքերս ցավում էր արդեն։ Ասեցի, Գևորգ, ես չեմ կարողանում արդեն, աչքերս ցավում են։ Դու ուզում ես ասես վերնիսաժի նկարիչ դառնաս, ասեցի, չի վերնիսաժում հայտնի մարդիկ են բոլորը։ Ես այդ տիպի չեմ ասում, դու շատ լավ նկարիչ կդառնաս։ Մենակ համբերի։ Այդ ժամանակ քանի տարեկան էի, տիկին Էլֆրիդա։ Բանդիտը շպրտեց, արդեն հոգրել է սպիտակ թղթից ու մատիտից։ Ինքը խռովեց, հավաքեց այդ գրքերը, Ռուբենսի դասագրքերն էին, Մանոյի դասագրքերն էին հայտնի նկարիչների ու գնաց։ 4 ամսվա մեջ խնդրում էի, ասում էի, ինձ մի հատ ասա, այս ինչ գույնը, ոնց ստանամ, չեր ասում։ Սկսում են կիրակյուրերը գնում են վերնիսաժ, իմիջիալից թաքցնում են, չեն ասում։ Մի օր մեկին ասեցի, այ տղա ջան, նենց ես թաքցնում, ոնց որ ես գալու եմ քո հացը խլեմ։ Ուղղակի ինձ հետաքրքիր է, բայց ինքս որ քիմիկ եմ, շատ շուտ եմ ընկալում այդ ներկերի ստացում էլի, կարողանում եմ ստանալ։ Եկա սկսեցի նկարել գիշեր ու ցերեկ։ Տիկին Էլֆրիդա, երբ որոշեցիք լրջորեն զբաղվել նկարչությամբ, ովքեր էին ձեր կողքին, ընտանիքը, հարազատները, ընկերները։ Մեր խմբի ղեկավարը Օվնանյա Ռոմիկը պոլիտեխնիկի ինստիտուտի դասախոսներից է, զանգվեց, ասաց Էլֆրիդա, ես ռեանիմացիայում պարկած եմ, միջոցառում եմ կազմակերպել պոլիտեխնիկի ինստիտուտում, խնդրում եմ գնա չխափանվի։ Ասա չեմ կարա, բա ինչի՞ չես կարա, ասի նկարում եմ ես, տնից ես 4 ամիսա դուրս չեմ եկել, չեմ էլ պատկերացնում, որ դուրս գամ ինձ հետ ինչ կնի։ Անջատվել էի արտաքին աշխարհից, լրիվ, ոչ մի բան ոչ ուզում էի տեսնեմ, ոչ ուզում էի մարդկանց հետ շփվեմ, ոչ մի բան, լրիվ ինձ տվել էի նկարչության։ Եկավ մյուս օր հետո ոտով տեսնեմ զարմանքից եկիլը։ Այլ Ֆրիդա, որս ես նկարում, ես շատ սիրեներ էի նկարել։ Ասեց արի գնանք Արևմտյան Հայաստան։ Ուրեմն գնացինք Արևմտյան Հայաստան, որ նկարը, որ տեսարժան վայրը կարողանում էի էսկիզանել անում էի, որը չէ, իրանք ունեին տեսարժան վայրերի մեծ ալբոմ։ Բերեցի 160 հատ նկարեցի։ Իմ հարևանները զարմացել էին, այդ ներքի հոտից պատվանս որ բացում էի, ես տանից դուրս չեմ եկել։
մի սենյակը դարձրել էի արվեստանոց, նկարում էի գիշեր ու ցերեկ։ Հիմա զանգ էին տալիս իմ ընկերներս, Էլֆրեդա, «Էդ ինչ ես անում»։ Նկարում եմ։ Տեսնում եմ, որ չեն զարմանում։ Ասում եմ, բայց չեք զարմանում, չէ, ասում էին։ Դու կնկարես։ Դու հիշում ես իմ դասընկերներն են, դպրոցում դու էիր նվագում մենակ դաշնամուր մեր դասանում։ Ես ոչ մի նոտաներ չգիտեի, բայց երբ որ հավաքվում էինք ուրախությունների ժամանակ, ես նվագում էի։ Ես ինչի՞ պիտի զարմանանք, որ դու կարող ես նկարես։ Աշակերտներս էին զանգ տալիս։ Գե Մելիքյանին ինչու՞ եք։ Ասում էին նկարում եմ։ Դե հա, Անգել Մելիքյան, հիշում եք դուք դասը բացատրելուց նկարելով եք դուք դասը բացատրում։ Կենսաբանություն, անատոմիան, դու ես այդ գրատախտակի մոտ ես նկարել եմ մի կողմից պատմել եմ։ Դից որ պատահականություն չէր, ուղղակի ես խորացա նկարչության մեջ։ Բացահայտեցիք, գտակ ձեզ։ Գտա ինձ։ Ինչն է ձեր մուսան, ինչն է ձեր էներգիայի աղբյուրը, ինչից եք ոգևորվում եւ ուզում շարունակաբար ստեղծագործել։ Բնությունը։ Ես Էլբեկոն բարձանալուց հետո ես մտերմացա, ծանոթացա բնության հետ։ Իմիջիալոց բնությունը ինքնավորոշում մարդու եւ ճակատագիրը եւ այդ ցեղի տեսակի գոյատևումը։ Հիմա բնության մեջ գոյություն ունի 3 տեսակի պայքար։ Պայքար տարածքի համար, պայքար տարբեր ազգերի ու կրամնի մեջ, պայքար նույն տեսակի մեջ։ Ամենավտանգավոր, երբ որ այդ պայքարը նույն տեսակի մարդիկ են պայքարում մեկը մյուսի դեմ։ Այդ տեսակի դեպքում այդ տեսակը վերացման շեմին է կանգնում։ Այդ մեկ։ Ես հիմա ավելի ուշադիր եմ իմ շրջապատի նկատմամբ։ Ուրեմն մեքենա եմ վարում։ Մի ամիս առաջ եմ վաճառել այդ մեքենան։ Գնում էի, որտեվ արդեն հնացել էր 20 տարվա մեքենա էր, դե ես ոչ թե քաղաքի մեջ եմ վարում, գնում էի դեպի դաշտերը, լեռները։ Ահա որ սկսեցի սեր գտնել այդ լեռների մեջ։ Մի անգամ գնացել եմ Խաչի գյուղը։ Խաչի գյուղում լեռների Նժդեի լեռներն են։ Նժդեի լեռները ոնց որ քանդակած լինի, սեռի գույնի, որ ձորից ներքև ես նայում, որովհետև այդ հողը, որտեղից լեռները բարձրանում են գետի ափին, եթե հողի մեջ այլումին կա, օրանժի գույն ունի այդ հողը։ Ոնց որ կրակի մեջից բարձրանան այդ լեռները։ Եկել է ինքան էի տպավորվել ու շատ գեղեցիկ նկար նկարեցի։ Շատ գեղեցիկ։ Ես ուղղակի ինձ ուրիշ հետաքրություն հիմա մեկ մարդկային հարաբերություններն էլ համեմատում եմ բնության հետ։ Ինչ եմ զգացել։ Մարդուն թվում է թե ինքը կարա բնության հետ խաղա, չէ։ Բնությունը ունի իր դաժան օրենքները, որ երբեք չի ներում մարդուն։ Մարդուն թվում է թե այստեղ ճանապարհը փակեց, լիճը փակեց, տարավ այնտեղ մյուս կողմ գետ բացեց։ Այդտեղ մեռնում են ամբողջ կենթանական աշխարհը, որը իր գոյությամբ մեկ ուրիշ բանին է նպաստում։ Այդ ուղղությամբ շատ սկսել եմ կարդալ, շատ սկսել եմ բան անել, այդ ուղղությամբ մտածել։ Հիվանդություններն էլ նույնիսկ հիվանդանալուց դες կենթանական աշխարհը մենք ասում ենք բնազդ, բայց նրանց այդ բնազդը ավելի իրանց ճիշտ է կարողանում ուղեկցի, քան մարդը։ Մարդուն տվել է բանականություն, մարդն էլ է կենթանական աշխարհին պատկանում, բայց այդ բանականությունը ինքը սխալ ուղղությամբ է տանում։ Էվոլյուցիան զարգացումը ճիշտ է, երբ որ մարդկային պատմությունը սկսում է, չէ՞, նախամարտուց մինչև հիմա ցիվիլիզացված մարդը այնքան է զարգանում, որ բերում է իր վերջը։ Չէ՞, ասում են մարդը կստեղծի մի զենք, որը կնպաստի իր կործանմանը։ Այդ հարցերն են շատ հետաքրքրում։ Ես շատ սկսել եմ զբաղվել այդ ուղղությամբ։